Հարգելի ազգային ժողովի փոխոսնակ, սիրելի երեխաներ, նախ ողջունում եմ ձեզ։ Ուզում եմ ասել, որ այս մեր աթոռները մի օր հասնելու են ձեզ, դու եք ստեղ նստելու մեր փոխարեն, ու ես ուզում եմ ասել, որ ոչ մեկս հավերժ չենք եւ աշխատեք այդ ուղղությամբ, որտեվ վստահ եմ սա լավ եք սովորում դպրոցում, ու շատ լավ սովորեք, անպայման բարձունքների կհասնեք ու գաք այստեղ Հայաստանի Հանրապետության ճակատագրով կզբաղվեք։ Տիկին Հունանյան ճիշտ ասած, ես մի հարց էի ուզում տալ, ընտեղից չստացվեց, չհասցրեցի գրանցվել, ուրեմն տեսեք ինչ մի խնդրի առաջ ենք կանգնել, թեկուզ այս պահին քննարկումների մեջ ենք, մի քանի օր առաջ, կարող մի 10 օր առաջ Գավառի բուժքույրերի կողմից ահազանգ ստացվեց, որ ինչ-որ քննարկում է գնում բարձր լեռնայինը հանելու վերաբերյալ, եւ մենք այս քննարկումը նաեւ միասին կունենանք ձեր ընտրվելու պարագայում, որովհետեւ այնտեղ տեսեք, բարձր լեռնայինը ըստ էության ամրագրված Հայաստանի Հանրապետության օրենքով, բայց այնտեղ կա օրենքի մեջ մի բաց, որտեղ ասվում է, որ բյուջետային հիմնարկներն ըստ էության պետք է ստանան բարձր լեռնային եւ հիվանդանոցը որպես ոչ բյուջետային հիմնարկ ըստ էության այստեղ հակասություն կա, այս մասին պետք է քննարկենք, եթե կա նաեւ օրենքի բաց, միասին լրացնենք, որովհետեւ ուղղակի այդ բարձրության վրա աշխատող նամանավանդ աշխատավարձի չափերը հասկանալով այդ 8000 դրամը մեծ նշանակություն ունի բուժքույրերի կյանքում։ Ուզում եմ ասել, որ այո, Վարդենես հիվանդանոցը պետքա նոր հիվանդանոց կառուցվի այնտեղ եւ այդ տարածքում կլինի մորգը, որտեղ նաև տեսեք ինչ է ստացվում, այդ հիվանդանոցը շատ հին ժամանակների սարքած շենք է, որտեղ չի հարմարվում, այնտեղ կա նաև հոսպիտալ, որտեղի այդ տարածքը նաև չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Ուզում եմ ասել, պարոն Դանելյան, ճիշտ ասած, ես էլ եմ գրակատարողական հիմնարկներ գնում այցելում, գալիս եմ, տեսեք ինչ է կատարվում իմ տպավորությամբ, առաջին բուժօգնությունը տալը, այդ առաջնային օղակը ռեալ ապահովում է, ինձ ոչ մեկ այդ մասին չի դժգոհել, մի բան էլ շնորհակալություն են հայտնել, բայց ես այս վերջում նաև մի դեպքի ականատես եղա, որ ընդամենը դատապարտյալը բողոքել էր եւ մի անգամից առաջին օղակից ուղարկեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հա, երևի այս մասիվի հիվանդանոց, ես էլ եմ գնացել այնտեղ հասկանալու համար ինչա կատարվում։ Ամեն դեպքում ես դատապարտյալներից որևէ բողոք այդպիսի չեմ ստացել։ Ես այս առողջապահության մասով եւ ներողություն եմ խնդրում թեմայի չեղվելու համար, նաեւ ուզում եմ ասել, որ այս մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքական ելույթներ եղան, ինչ որ լսումների արդյունքում է այստեղ եւ լսումներից դուրս հարցազրույցների կարգով եւ ըստ էության չեմ կարող չպատասխանել այս մի քանի ելույթներին։ Տեսեք, այստեղից Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, թե իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետի կատարած գործողություններն ըստ էության որակավորեց դավաճանական։ Ես հատուկ իրենց կուսակցության համար ուզում եմ մի հատված ընթերցել Բեգլարյանի գրքից, Զորավար Անդրանիկ դյութազնապատումից, 1908 թվական Աբդուլ Համիդ Բեյի իշխանությունը տապալված էր, եկել էին երիտ թուրքերը, Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայ դաշնակցությունը Ժնևի պոլիս է հրավիրում եւ լուր ուղարկում Անդրանիկին, թե Կարմիր Սուլթանը գահանքեց արվեց եւ նրա տեղը ընկերներ Թայլաթը եւ Էնվեր Փաշաներն են գրավել։ Այսպես եղբայրություն եւ հավասարություն պետք է տիրի Թուրքիայի մեջ եւ հայերը պետք է պաշտոններ ստանան Թուրքիայի կառավարության մեջ։ Եվ որ մի լավ պաշտոն էլ նախատեսված է Անդրանիկի համար։ Ես հատուկ այդ այն մեզ մեղադրանքներ հնչեցնող կուսակցության համար հատուկ ընթերցեցի, հուսով եմ մեր աշակերտներն էլ եթե պատմաբաններ են ուզում դառնալ, ես պատմաբան չեմ, այս մասին ուսումնասիրություն կկատարեն եւ վստահ եմ որակավորումները կտան եւ հետագայում պատմությունն էլ իր այդ մասին կգրի։
թե ինչ դասագրքել էին օրինակ սովետական միության ժամանակ կամ դրանից հետո հրամցնում դպրոցներում, որպեսզի սովորեին, մենք գիտենք, որ իրականում կար դրսի ազդեցություն եւ հիմա գրքերը գրվում են բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Այս ասեցի զուտ բանի համար, որ այս անընդհատ շահարկում են, ուսամ այս թեզը կվերջացնեմ, որտեղ այստեղ այդքան մանիպուլացնելով ժողովրդի այս ընտրություններին մոտենում փորձում են մի քանի ձայն ես կողմ, մի քանի ձայն են կողմ, չգիտեմ, խափելով մարդկանցից փորձում են ձայն կորզել, այդ լուրջ չի։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ ոնց էր կոչվում ձևավոր շարժում էր կոչվում, ոնց էր կոչվում այդ շարժմանը, ասում է Գեղարքունիքի մարզում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է, այսինքն ոնց որ եթե աղքատ է, ուրեմն ըստ էության մեղավորը մենք ենք, որտեղ էս մի 30 տարի մենք ենք երևի իշխանության, ուզում եմ հիշել նաև մեր նախկին գործընկերոջը Աստված հոգին լուսավորի Սերյանը Սարոյանը, ստեղ ասում էր մի կնոպ կայել եկեք սեղմենք ժողովրդի օգտին ինչ-որ բան քվեարկենք, այդ ժամանակ այդ ձևով շարժման առաջնորդի երևի ծնողն ստեղ պատգամավոր էր։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ Շարմազանովեդոյի այստեղի այդ ինչ էր լսումներ էր, ինչ էր այդ քննարկմանը, այստեղից ասում է բանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում էր ծուրվից քաղաքականություն եք վարում, այս կողմ են կողմ, չեմ ուզում մտքերն այդքան շատ չարադրել, ես ասում եմ այո, դու ծուրվից քաղաքականություն վարել եք, ծուրվից քաղաքականություն վարում եք եւ հիմա ծուր մեշկ քաղաքականություն եք վարում, կզած ժողովրդից քվեեք մուրում մտածելով, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, ասում է 7 տարի առաջ էս ինչ էր, 7 տարի, Ժորժան 7 տարի չէ, մենք այս 4 տարի նորից վերընտրվել ենք, այդ 4 տարվա մասին կարելի է խոսալ, հիմա եկել են ասում են բանը, չէ, պետք է impeachment հայտարարենք, դե հասկանում են, ընտրությունների հնարավորություն չկա, այսինքն մտածում են, որ օրինակ ընտրություններին, որ իրանք լինեն իշխանության, իրաց ձևով ինչքան ուզեն այնքան կխփեն այս տրամաբանության մեջ, ասում բանը, մենք այստեղ բան ենք անում, պետք է impeachment լինի, որ մենք գնանք ընտրությունների, երևի իրաց քաղաքական պապային Սերժիկին չեն հարցրել, որ իրենց սովորացնի, որ ասի Հայաստանի Հանրապետությունում այլևս փակված է այն էջը, կաշառքով ընտրության էջը, փակված ընտրախախտումներով ընտրության էջը, ժողովուրդը գնում են ընտրության, եւ ուզում եմ ասել, որ չգիտեմ, այնտեղ շահարկում էին, թե իբրև պետական համակարգը կծառայեցվի մեզ ձայներ հավաքելու համար, ասեմ, որ ձեզ կուսակցականները ոչլոտ գայլի պես ոչխարի մորթի հակած ծավալած են մեր մեջ ու ձեզ հայոյում են, որպեսզի մեր աչքին բարձրանան, այնպես որ այդպես չի, որ պետական համակարգի բոլոր աշխատողներն են քաղաքացիական, բոլոր չէ, երևի 10%-ն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության չէ, բայց մենք լավ մասնագետներին չենք թիրախավորում, լավ մասնագետները պետք է աշխատեն անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Արմեն Աշոտյանն ասում է մտա դալիճ այն մասում, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ նստած, մարդիկ չէին նստում այդ լսումների ժամանակ, ասում երևի զզվում էին, բայց պետքա տեր կանգնենք այս աթոռներին, չգիտեմ, այս երկրին, այն երկրին, երևի մտքի մեջ շփոթավ, պետքա ասեր տեր, պետքա կանգնենք մեր թալանին կամ տեր կանգնենք մեր ապագա թալանին, ժողովուրդը ձեզ մերժել է, ժողովուրդը ձեզ Աշոտյանը արել 2018 թվականին ու հույս չունենաք, որ հետ եք գալու, շնորհակալություն։